Դեն որ սիրտը դա մի հատ ֆիզիկական օրգան է, որը որ ինչ է անում, շատ կարևոր օրգան է մեր կյանքում, ինքը արունը պիտի հասցնի ինքը ամենաշատ աշխատող այդ մկանն է մեր առավոտից իրիկուն աշխատում է, որ արյան շրջանառությունը ապահովի։ Եվ եթե ինքը կանգնում է, մարդը մահանում է, որտեղ շրջանառություն չկա։ Ուղեղը մի անգամից անջատվում է, մահանում է։ Եվ ի՞նչն է հետաքրքիր, որ Հիսուսը այդ ֆիզիկական օրգան սիրտ կոչվածը բերում է հոգևոր դաշտ։ Ասում է դուք մտածում եք այդ սիրտը արյան համար է մենակ, ես ձեզ ասեմ սիրտի կարևոր դերը։ Ասում է սիրտն է մարմնի ղեկավարը, ոչ թե ֆիզիկականում, այլ հոգևորում, որովհետև ասում է բերան մտնողների վրա չեն կարա մարդուն պղծեն, ոնց գալին ես գնում են։ Բայց բերնից դուս եկածն է պղծում, որովհետև որտեղից է դուս գալիս սրտից։ Այսինքն սիրտը ինչ որ մի հատ հոգևոր անդամ է մարդու մոտ, որը որ բոլոր հարցերը լուծում է։ Բոլոր մեր հարցերը, եթե մենք հիմա գնանք մարմնի թագավորությանը, կամանց օրգանիզմի մեջ ֆրանկ, բոլորը մտածում են ուղեղն է թագավորը, չէ՞ սիրելիս։ Ուղեղը ենթակա օրգան է։ Ենթակա օրգան է։ Ամեն ինչ ֆռում հասնում է սրտին։